Անուն հոր և որդու և որդին սրբո, ամեն։ Այնուհետև ընտրեց 12 առաքյալների, իր աշակերտներին և ուղարկեց նրանց Աստուծո արքայությունը քարոզելու, ցավագարներին, հիվանդներին, դիվահարներին բուժելու և Տիրոջ ընդունելի տարին հռչակելու։ Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի այս խոսքի համաձայն առաքյալները սփռվեցին ամբողջ աշխարհով մեկ և սկսեցին Աստուծո արքայությունը քարոզել։ Աստծո արքայությունը ազատագրում է մեղքերից, կռապաշտությունից, դիվային, մոլական չաստվածների պաշտամունքից, ճշմարիտ աստվածգիտության լույսներ տարածում մարդկանց մեջ և ամենակարևորը Աստծո արքայությունը, որովհետև մարդիկ իրենց ծնունդից սկսած կորուսյալ դրախտի պատմությունից հետո միշտ փափագում են Աստուծո արքայություն, երկնքի արքայություն, հավիտենական կյանքը և երբ բարի լույրը լսում են առաքյալների կողմից, ում սիրտը պատրաստ էր, անմիջապես այդ հրավերը ընդունում էին, բացվում էր նրանց միտք, հոգին, սիրտը և Աստծո արքայության լույսը անմիջապես իջնում էր նրանց վրա։ Իսկ ով սիրտը պատրաստ չէր, ով չարությամբ ու նենգությամբ է լցված, լսում է Աստծո արքայության պատվերը, պատգամը, բայց չի ընդունում, ինչպես մեր Տերն է ասում, թե ովքեր խավարը սիրեցին, ատեցին լույսը և փախչում են լույսին, չեն գալիս դեպի լույսը, որովհետև լույսով հայտնի են դառնում մարդկանց բոլոր գործերը, թե բարի և թե չար, որպեսզի իրենց չար գործերը չհանդիմանվեն, այդ պատճառով նրանք, ովքեր խավարը սիրեցին, լույսը մերժեցին։ Այսօր տոնն է Սուրբ Թադեոս առաքյալի և Սանդուղթ կույսի։ Թադեոս առաքյալը Տիրոջ հրամանով, որ տրվել էր նախ և առաջ Աբգար թագավորին, որից հետո նաև Հայաստան պետք է անցներ Աբգարին բուժելուց հետո, գալիս է Հայաստան։ Հայաստանում թագավորում էր Արշակունի Սանատրուկը, Աբգարի քրոջ որդին։ Քանի դեռ Աբգարը ողջ է, Սանատրուկը կեղծ բարեպաշտություն էր ցուցաբերում Աբգարի հանդեպ, որտեղ իր քեռին էր, որովհետև պարտավոր էր նրան հարգելու, սիրելու, և երբ Աբգարը թագավորը մահանում է, իր ամբողջ չարությունը ցույց է տալիս Սանատրուկը։ Սանդուղթ կույսը Սանատրուկի դուստրն է, Սանդուղթ նշանակում է Սանատրուկի դուստր։ Ահա Թադեոս առաքյալը գալիս է հայոց աշխարհ և սկսում է ավետարանը քարոզել։ Առաջին վայրը, որտեղ նրա քարոզչություն է կազմակերպում, լինում է Արտազ գավառը։ Մինչև օրս Պարսկաստանում գտնվում է Թադեի վանքը։ Մեր ամենահնամենի սրբատեղիներից մեկն է, 5-րդ դար է Սուրբ Թադեոս առաքյալի նշխարների վրա է կառուցված Թադեի վանքը։ Գալիս է Թադեոս առաքյալը, սկսում է ավետարանը նաև արքունիքում քարոզել։ Շատերն են լսում և հավատում են, որոնց մեջ էր նաև Սանդուղթը, Սանատրուկի դուստրը։ Ամբողջ սրտով, մտքով, հոգով ընդունում է Քրիստոսին Սանդուղթը և մկրտվում է և դառնում է հայոց առաջին սրբուհին։ Եթե համաքրիստոնեական եկեղեցին առաջի սրբուհի է համանում Թեքղիին, որ Պողոս առաքյալի քարոզչությամբ է հավատացել, ապա հայոց եկեղեցին ճիշտ Թեքղիի ժամանակակից ընդունում է Սուրբ Սանդուղթին։ Եվ մենք որևէ կերպ հետ չենք մնում համատիեզերական քրիստոնեական եկեղեցուց մեր սրբուհիներով։ Սուրբ Սանդուղթը մեր պարծանքն է, առաջին սրբուհին, որ հավատաց Քրիստոսին Թադեոս առաքյալի քարոզչությամբ։ Մենք քչերս գիտենք, բայց Սուրբ Սանդուղթի նշխարները Նարեկա վանքում են գտնվում
Եվ Սուրբ Սանդուղտի ուխտ է կոչվել Նարեկա վանքը եւ մեզ Սուրբ Գրիգոր Նարեկացին հենց կարելի ասել Սուրբ Սանդուղտի աղոթքի պտուղն է։ Այնտեղ է ճգնել մեր Սուրբ Վարդապետ Գրիգոր Նարեկացին։ Սուրբ Սանդուղտի շնորհն է ստացել եւ հենց նույն սրբությունը, որ ուներ Սուրբ Սանդուղտը, ուներ նաեւ Սուրբ Գրիգոր Նարեկացին։ Մանկությունից ճգնություններով ու սրբությամբ էր ապրում, ինչպես Սուրբ Սանդուղտը դեռատի օրիորդ էր, 17 տարեկան եւ հավատաց Քրիստոսին։ Բայց հայրը ամեն կերպ ուզում էր հետ դարձնել իր դստերը, ոչ միայն դստերը, այլ նաեւ բոլոր հավատացողներին Քրիստոսին, հալածում էր, շատերին սպանեց, կոտորեց, բանտարկեց եւ Սուրբ Թադեոս Առաքյալին եւս բանտարկեց։ Բայց մի մեծ հրաշքով մի երկրաշարժ եղավ, բանտի բոլոր դռները բացվեցին եւ ավելիով հավատացին Քրիստոսին, շատերը հավատացին։ Եվ ով որ հավատում էր, սանատրուկը կոտորում էր, սպանում էր բոլորին։ Բայց լույսը չես կարող խցել, չես կարող փակել, որքան որ նահատակում էր սանատրուկը, այնքան շատերն էին հավատում, որտեղ ճշմարտությունը տեսնում էին, որ Սուրբ Թադեոս Առաքյալի ձեռքով մեծ հրաշքներ էին տեղ ունենում, եւ այդպես շատերը հավատացին հայոց հողի վրա Քրիստոսին եւ դարձան քրիստոնեության սերմը։ Հա այս առաջին հավատացողներն են Սուրբ Թադեոս Առաքյալի եւ Սուրբ Սանդուղտ Կուսի հետ միասին, որ հիմքը դրեցին քրիստոնեությունը Հայաստանում։ Ի վերջո սանատրուկը հասավ խելագարության, որտեղ անհավատությունը, կռապաշտությունը խելահեղություն է, այլ իսկ ճշմարիտ Աստված պաշտությունը, իմաստությունը, լույսը, փրկությունը, ինչպես այսօր Պողոս Առաքյալն է ասում, սերը իրենը չի փնտրում, սերը միշտ հույս է տածում, սերը ամեն բանի համբերում է, ամեն բանի հավատում է։ Այսպիսի սեր ունեին Սուրբ Սանդուղտը եւ Սուրբ Թադեոս Առաքյալը։ Իրենը չէին փնտրում, այլ Աստվածայինն էին փնտրում, մարդկանցից փառք չէին փնտրում, այլ միակ փառքն էին փնտրում, որ Աստծուց էր գալիս։ Ի վերջո սանատրուկը հասավ նրան, որ նահատակեց նաև իր սիրասուն դստերը, սպանեց Սուրբ Սանդուղտին։ Եվ մահավճիռը պետք է կատարվեր, դահիճը, որ գնացել էր եւ հրաման էր ստացել, որ Սուրբ Սանդուղտի վիզը, պարանոցը, գլուխը պետք է կտրեր, չկտրեց, այլ սիրտը խոցեց։ Եվ սիրտը սրով խոցվեց Սուրբ Սանդուղտի, եւ Սուրբ Սանդուղտի սրտից բխած պատվական արյամբ հեղվեց մեր հողը եւ սրբագործեց հայոց հայրենիքը։ Ահա այս սուրբ նահատակների արյամբ է, որ սրբագործված է մեր հողը, Սուրբ Սանդուղտի, Սուրբ Թադեոս Առաքյալի առաջին քրիստոնյաների, քրիստոնեությունը Հայաստանում առաջին անգամ քարոզողների։ Եվ մենք միշտ երախտագիտությամբ պետք է հիշենք հատկապես Սուրբ Սանդուղտին, դեռատի օրիորդին, եւ բոլոր մեր քույրերը այս սրբությանը պետք է փափագեն, նմանվել Սուրբ Սանդուղտի սրբությանը, նրան համբերատարությանը, նրա սիրուն, նաեւ Սուրբ Թադեոս Առաքյալի, որ դարձավ հայոց հողի վրա առաջին քրիստոնեությունը քարոզել։ Ուրեմն խնդրենք, աղոթենք, որ Տերը Սուրբ Թադեոս Առաքյալի եւ Սուրբ Սանդուղտ Կույսի բարեխոսությամբ մեր հայոց հողի վրա կրկին կենթանացնի, ծաղկի ու փթթի քրիստոնեությունը։